Փաշինյանի պատասխանի մեջ մենք չտեսանք, որ նա խրախուսում է Իսրայելին, որ Իսրայելին ճանաչի հայոց ցեղասպանությունը, ոչ էլ տեսանք հակառակը, որ ինքը այնպիսի հայտարարություն աներ, որով որ Իսրայելը հետ կկանգներ հայոց ցեղասպանության ճանաչումից։ Սա նշանակում է, որ Հայաստանին այնուամենայնիվ ձեռնտու է, որ Իսրայելը ճանաչում է հայոց ցեղասպանությունը, բայց Հայաստանը դա չի ցույց տալիս, որպեսզի չվտանգի իր հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ։ Այսինքն Հայաստանը այստեղ երկակի վիճակում է մի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու մտահոգություն կա, մյուս կողմից նա չի կարող Իսրայելին ասել, ինչու է ցեղասպանության թեման բարձրացնում։ Այն ինչը նա Հայաստանի ներսում ասում են դա մեր գերակա հարցը չէ։ Ավելի շուտ ոչ թե չի կարող, բայց ավելի կարծում եմ ճիշտ կլինի ասել չի ուզում նման բան ասել Իսրայելին։ Չի ուզում ասել եւ շատ զուսպ պատասխան է տեսա այդ պատասխանի մեջ։ Այսինքն դրանով ես չտեսա, որ Փաշինյանը հերքում է հայոց ցեղասպանությունը, ինչպես շատերը ասում են, Հայաստանում ես տեսնում եմ նման բան չկա։ Իմ պատկերացմամբ Հայաստանն այնուամենայնիվ ձեռնտու է, որ Իսրայելը ճանաչի հայոց ցեղասպանությունը, բայց բարձրաձայն այդ մասին Փաշինյանը չի հայտարարում։ Այսինքն այստեղ այդ երանգը կար, որ ցեղասպանության հարցը եւ երևի թե Հայաստանն էլ չէր նշվում, գործիք որպես չօգտագործվի, ոչ Հայաստանը որպես գործիք օգտագործվի Իսրայելի ձեռքին Թուրքիայի դեմ, ոչ մեր այդ ցավոտ մեր հարցը, ցավ պատճառած մեր հարցը ցեղասպանություն։ Այսինքն այնուամենայնիվ այստեղ կար երանգ, որ Իսրայելը դա որպես քաղաքական գործիք է օգտագործում։ Ակնարկ կար երևի թե պատասխանի մեջ, չէ՞։ Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ ուրիշ երկրում հայոց ցեղասպանության ճանաչման հարցը առաջ բերվեր եւ նույն հարցը ուղղեին Փաշինյանին, ինքը նույն պատասխանն էր տալու, այստեղ կապ չունի Իսրայելի հետ է թե մեկ այլ երկրի հետ։ Այստեղ ամենահետաքրքիրը այն է, որ հիմա հաղորդագրություն տարածվեց, որ Իրանի նախկին հոգևոր առաջնորդի հուղարկավորմանն է մասնակցելու Նիկոլ Փաշինյանը։ Սա շատ հետաքրքիր է, կոնկրետ նաև այդ ֆոնին։ Ինչու է առանձնացնում դա։ Ինչով է հետաքրքիր։ Նախ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունները, չէ՞ որ առաջին հարվածը Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հասցրեցին Իրանին եւ այդ ժամանակ ոչնչացվեց Իրանի հոգևոր առաջնորդը։ Հիմա Փաշինյանը գնում է եւ մասնակցում է հուղարկավորության արարողությանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանը ունի ռազմավարական հարաբերություններ եւ բավականին էլ խորը հարաբերություններ են հիմա հաստատվել Միացյալ Նահանգների հետ, նաեւ Թրիփի մասին դուք տեղյակ եք եւ այդպես շարունակ եւ հիմա այդ մասնակցությունը հուղարկավորության չգտնեն։ Բավականին բարդ հարց է։ Դե համենայն դեպս ժամանակը Իրանի կողմից շատ հետաքրքիր է ընտրված պայմանավորվածություններից հետո է հուղարկավորությունը արվում, որը հեշտացնում է երևի թե նույն Հայաստանի մասնակցությունը այդ արարողությանը։ Ռուսաստանը սկսեց նորից մի քիչ ավելի բաց խոսել Թրիփի հետ կապված այս ընթացքում Գալուզիններ կարծեմ նա է այդպիսի հայտարարություններով հանդես գալիս, նա ինչ է ասում է Չինաստանի եւ Իրանի համար չենք կարծում, որ ողջունելի է Թրիփի նախագիծը, բայց եթե Ռուսաստանը մասնակցի այդ նախագծին, կարծում ենք այդ նախագիծը ավելի հաջողված կլինի, ավելի, չգիտեմ, շահեկան, չգիտեմ, կլինի։ Եկեք փորձենք հասկանալ հաշվի առնելով, որ Ֆիդանն էր մի քանի օր առաջ Ռուսաստանում եւ իրենք եւ Ֆիդանը եւ Լավրովը նորից խոսում էին տարածաշրջանային համագործակցության մասին։ Տարածաշրջանային համագործակցություն, այսպես կոչված 3 գումարած 3 եւ Թրիփ։ Եվ այս ձևակերպումները Ռուսաստանի, Իրան, Չինաստան, իրենց համար լավ չի, բայց եթե մենք լինենք, լավ կլինի։ Ֆիդանի այցից երևի սկսենք։ Ես նկատեցի Ֆիդանի այցի ժամանակ նախ կարևոր է նշել, որ հանդիպում եղավ Վլադիմիր Պուտինի հետ, Լավրովի հետ եւ Շոյգուի հետ։ Նկատեցի այն, որ հայտարարությունները շատ հետաքրքիր էին եւ հիմնականում խոսվում էր 3+3-ի մասին, բայց Թուրքիան այդքան էլ կարծես ողջավորված չէր 3+3-ով։ Ռուսաստանի համար միակ հնարավորությունը այսօր մնալ տարածաշրջանում եւ զբաղվել տարածաշրջանի հարցերով, կարգավորումով, դա 3+3-ն։
Չգիտեմ թե որքանով դա ձեռնտու է Թուրքիային։ Թուրքիան չընդդիմացավ այդ ամենին, կարծես հա լուր ձևով կրկնեց նաև Ֆիդանը այդ գաղափարը, բայց մեծ հաշվով հասկանում ենք, որ դա ձեռնտու չէ նաև Թուրքիային, ինչպես նաև Ադրբեջանին, Վրաստանին, բնականաբար Վրաստանը չի մասնակցում, ինչպես նաև Հայաստանին։ Թուրքիային էլի ինչ որ չափով կարող է մասամբ թեթև ձեռնտու լինել, քանի որ ինքը այդ ֆորմատի միջոցով հնարավորություն ունի քննարկելու հարավային Կովկասին վերաբերող հարցերը լեգալ ձևով։ Իսկ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է։ Շոյգուի հայտարարություններից էլ մենք այդտեղ տեսանք, որ հաստատին ակնարկում է, թե մենք ինչպես լավ իրար հետ աշխատեցինք Արցախում, Հայաստանի դեմ, հիմա էլ կարող ենք ինչու՞ չէ աշխատել։ Ես դա տեսա։ Ինչ վերաբերվում է թրիփին, Ռուսաստանի համար, գիտեք նաև այդ 9-րդ կետը երակող պայմանավորվածությունների հիմնականում շահարկվում է, քանի որ Ռուսաստանը ցանկանում էր, որ լիներ Զանգեզուրի միջանցք։ Զանգեզուրի միջանցքի փոխարեն իրենք հիմա ստանում են թրիփ։ Ինչով է տարբերվում Զանգեզուրի միջանցքը թրիփով իրենց համար նախ։ Ոչ թե մեզ համար կարծում եմ բոլորին պարզ է թե ինչով է տարբերվում։ Իրենց համար այն էր, որ Ռուսաստանն է վերահսկելու այդ ճանապարհն էլ չասենք, այդ կորիդորը, ինչպես ասում են, հա, լինելու էր ամբողջովին Ռուսաստանի վերահսկողության տակ, դրանով իսկ Ռուսաստանը վերահսկելու էր հարավային Կովկասը, թե Ադրբեջանը եւ թե Հայաստանը։ Եվ այդ ամբողջ մեծ ճանապարհը կարող էր օգտագործել թե իր շահերի համար եւ թե արևտուրի համար արևմուտքի հետ։ Հիմա Ռուսաստանը դա չստացավ։ Հասկանում եմ, որ թրիփը այլևս ստորագրված է եւ շատ շուտով կարող է թրիփի իրականացումը սկսվել, ուզում են ինչ որ մի ձևով մտնել թրիփ ծրագրի մեջ, դրա համար հիշեցնում են Հայաստանին, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, ասում են մենք այնտեղ զորքերի ներկայություն ունենք, Հայաստանը չի հրաժարվել իր ռազմաբազայից, երկաթգծի մասով ասում են, որ չենք տա, երկաթգիծը ամերիկացիներին կամ ուրիշներին, եւ ասում են, որ մենք անպայման պետք է մասնակցենք թրիփում, այսինքն կարևոր դերակատար լինենք թրիփ ծրագրում, հասկացնելով, որ եթե մենք այդտեղ լինենք, դրան չի լինի դեմ Չինաստանը եւ Իրանը, այսինքն մեծ աշխարհակաղակական գլոբալ արճակատման գաղափարն է հիշում, որ առանձին թիմով են իրենք Չինաստանի եւ Իրանի հետ եւ հակառակ կողմից արևմուտքն է ասում է, ահա եթե ես լինեմ, Չինաստանը եւ Իրանը այդ ծրագրին դեմ չի լինի։ Ես այսպես եմ տեսնում։ Լավ, այդ դեպքում նորից հետ են գալիս, Հայաստանը ինչ է պատասխանում։ Հայաստանի դիրքորոշումը մինչև այժմ մենք ոնց որ թե տեսնում էինք, թե չէինք տեսնում, Իրան էր ամեն ինչ լինում, գուցե ես հեգնանքով չեմ հարցնում, իսկապես ինչ որ ձևով Հայաստանը իր այուն ոճը, իր դիրքորոշումը, այնտեղ սահմանապահներ կան, մենք ոչինչ չենք լսում այդ սահմանապահների մասին, այո, կոնցեսիոնի մասին լսում ենք, Կարծես հանել էին սահմանապահներին, հիմա դուրս է գալիս այնտեղ են։ Հիմա դուրս է գալի, այո, ստացվում է, որ ոչ նրանք իրենց տեղում են եւ լավ էլ դրա վրա հույս ունեն, որ դա կարող է խոչընդոտ լինի, եթե ոչ գլխավոր խոչընդոտներից մեկը, բայց խոչընդոտ լինի նրան, որ Հայաստանը ինչ որ ձևով ցույց տալիս է իր դիրքորոշումը, թե այստեղ մենք պետք է սպասենք Միացյալ Նահանգներ, Ռուսաստան իրենք իրար հետ ոնց են այս ճանապարհը կոպիտ ասած։ Ուրեմն նախ պետք է հասկանալ, թե իրոք սահմանապահները ռուս գտնվում են այնտեղ, թե չէ։ Եթե Գալուզինն է ասում, դա չի նշանակում, որ այնտեղ են։ Սա կարևոր է ճշտել։ Սա մեկ։ Հաջորդը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը իրոք ցանկանում է մտնել թրիփի մեջ եւ հայկական կողմը ասում էր, որ դուք կարող եք շահեք թրիփ ծրագրից։ Սակայն ես կարծում եմ, որ հայկական կողմի հայտարարությունները նախկինում հիմա չէ։ Այդ հայտարարությունները ոչ թե հրավեր էին թրիփում շատ խորը եւ լուրջ մասնակցության Ռուսաստանի, այլ ուղղակի թրիփ ծրագրից օգտվելու եւ այստեղ կան կարմիր գծեր հայկական կողմի համար, քանի որ փաստաթուղթը, ինչպես արդեն նշեցի, արդեն ստորագրված է եւ Ռուսաստանի այլ ձևով մուտքը տվյալ ծրագրի մեջ ընդհանրապես ոչնչացնում է թրիփ ծրագիրը։ Դրա համար Հայաստանը պետք է իրոք ունենա եւ ունի, կարծում եմ, կարմիր գծեր։ Եթե հետ նահանջ անի Հայաստանը, ապա այն փաստաթուղթը, որը որ ստորագրվել է ամերիկյան կողմի հետ, ուղղակի գոյություն չի ունենա, եթե իհարկե Թրամփի գլխում ինչ որ փոփոխություններ տեղի չունենան, բայց դա Պարոն Այվազյան, իմ հարցս
հետևյալն էր, այս պահին Հայաստանը կարող է խոչընդոտել Ռուսաստանի այդ պլանների զարգացումը, թե Հայաստանը չի կարող, դա պետք է եւ կարող է, բայց ներողություն պետք է չեմ կարող ասել, կարող է միայն անել Միացյալ Նահանգները, այլ հարց է, Միացյալ Նահանգները կանեն դա թե չէ, այսինքն արդյոք այստեղ մենք տեսնելու ենք Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան մրցակցություն չի անգամ արճակատում, թե Միացյալ Նահանգների համար, Թրամփի Միացյալ Նահանգների համար օքեյ է Ռուսաստանի մասնակցությունը, բայց FSB-ով թե ոչ, այս էլ երկրորդ հարցն է։ Մեզ կարծում եմ Հայաստանը ինքնուրույն կարող է դեմ դուրս գալ Ռուսաստանի այդ ծրագրին, բնականաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների թեթև օգնությամբ։ Միացյալ Նահանգների կարիքը խառնվելու այդ գործընթացի մեջ շատ լուրջ ձևով կարծում եմ չի լինելու, կարող է ինչ-որ ձևով օգնել, բայց կոնկրետ դեմ դուրս գալուը Հայաստանն է լինելու Ռուսաստանի այդ ծրագրի, բայց այստեղ մեկ պահ է կարևոր է նկատել, որ փաստացի Գալուզինի այդ հայտարարությունից դուրս է գալիս, որ ահա այդ հարցի շուրջ են բանակցելու ռուսները հայկական կողմի հետ։ Մինչև հիմա չեն ճանաչել Հայաստանի իշխանություններին, որ հաղթանակ են տարել այս ընտրություններում, բայց արդեն մենք տեսնում ենք պահանջները, թե ինչի շուրջ են պատրաստ բանակցել։ Պարոն Այվազյան, մինչ այժմ Ռուսաստանը Իրանի անունը տալիս էր, Իրանի գործոնը կար, եւ երբ որ ասում են 3 գումարած 3 եւ համեմատում էինք 3 գումարած 3-ի մեջ մտնում է Իրան, Թուրքիա եւ Ռուսաստան այդ մեծ եռյակը եւ պարզ է, հա, որ Հայաստան, Ադրբեջան։ Հիմա եթե առաջ փորձում էին միայն Իրանի գործոնը բարձրացնել, հիմա Չինաստան են ավելացրել։ Եկեք փորձենք հասկանալ, թե ինչու է Չինաստանին անվանակոչում, ինչու է անվանում Չինաստանը Ռուսաստանը, ինչու է բերում Չինաստանի շահը, որ Թրիփը հակասում է Չինաստանի շահերին։ Սա խոսվում էր, բայց այսպես ուղիղ Ռուսաստանը առաջին անգամ է արտաբերում։ Այդ ճանապարհը գնալու է մինչև Կենտրոնական Ասիա, դե բոլորս գիտենք Թրիփը, եւ հնարավոր է նաեւ Չինաստան։ Եվրամիությունը նույնպես հայտարարում է, որ իրեն ճանապարհ է պետք Կենտրոնական Ասիայի հետ առևտրի համար եւ դա ամենակարևոր ճանապարհներից մեկն է։ Ոչ միայն Թրիփը, այլ ընդհանրապես Հայաստանը, Վրաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար հատուկ մետաղների մասով նաեւ այս ճանապարհը շատ կարևոր նշանակություն է ձեռք բերում մինչեւ Կենտրոնական Ասիա, հնարավոր է նաեւ Չինաստան։ Երբ որ մենք խոսում ենք նաեւ մետաքսի ճանապարհի մասին, Վրաստանը վաղուց ընդգրկված է այդ ծրագրի մեջ, այդ ճանապարհը գնալու է մինչև Չինաստան եւ Չինաստանի համար նույնպես Թրիփը չափազանց կարևոր ճանապարհ է դրա համար Ռուսաստանը խոսում է նաեւ Չինաստանի մասին։ Ինձ համար պարզ չէր, ներողություն պարզ չէր, կարևոր է, որովհետեւ օգտակար է, թե կարևոր է, որովհետեւ վնասակար է Չինաստանի համար։ Այն թե օգտակար է, թե վնասակար, սա շատ կարևոր է հասկանալ։ Օգտակար է այն առումով, որ մինչև Չինաստան կարող է հասնել այդ ճանապարհը եւ առևտուր իրենք կարող են իրականացնել ինչպես Միացյալ Նահանգների հետ, այնպես էլ Եվրամիության, հատկապես Եվրամիության հետ, բայց վնասակար է նրա համար, որ Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը կտրուկ ավելանում է Կենտրոնական Ասիայում։ Դրա համար Չինաստանը կուզենար վերահսկողություն ունենալ այդ ճանապարհի վրա։ Այսինքն Միացյալ Նահանգները, եթե համարում ենք այնուամենայնիվ, որ դա Հայաստան հայ-ամերիկյան ինչ-որ ընկերության գործ է, Միացյալ Նահանգները շահագրգռվածություն ունեն այդ ճանապարհին, համարում եք արդյոք, որ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը, դե վերջերս Թրամփն էլ էր Չինաստանում, Ռուսաստանն էլ էր, Պուտինն էլ էր Չինաստանում, երևի թե այդ հարցը քննարկվել է, կարծում եք արդյոք, որ Միացյալ Նահանգները եւս Չինաստանի հետ փորձում են համաձայնեցնել այդ ուղու աշխատանքը, թե դա շատ փոքր հարց է, որպեսզի Միացյալ Նահանգներ Չինաստան քննարկեն այդ հարցը։ Չինաստանը հանգամանք կարող է լինել այդ ճանապարհի գործարկման համար, ինչպես ակնարկեց Ռուսաստանը Գալուզինը, թե ոչ։ Դա է հիմնական իմ հարցը։ Անկեղծ ասած, ես կդժվարանամ պատասխանել, քանի որ ինչպես նշեցի, դա ինչպես օգուտ է բերելու Չինաստանին, այնպես էլ վնաս։ Բնականաբար Չինաստանը կուզենար վերահսկողություն ունենալ թեկուզ եւ մասամբ այդ ճանապարհի վրա, ինչպես եւ Ռուսաստանը։